Ողջույն Արմեններ, ես հիմա կմիացնեմ Ռոբերտ Սիմոնյանի տեսագրությունը, որ վաղուց եղել է դեռ 2013 թվականին, փետրվարի 1-ին, ի նկատի ունեցեք 2013 թվական, փետրվարի 1, այսինքն 5 տարի առաջ Ռոբերտ Սիմոնյանի կողմից կատարվող բացահայտումները, որ երբեմն հաղորդումներ ունեն, վերջերս հաղորդումներ ունենում, ոմանք գրում են, մինչև հիմա ուր էիր, որտեղ էիր, մինչև հիմա ինչի չէիր խոսում, որ միս անգամ տես հարցեր չտան, նորից նկատի ունեցեք։ Դեռ 5 տարի առաջ, եթե ոչ ավելին էլ կա, նա դատական գործեր է հարուցել մեր իշխանությունը բռնազավթված բոլոր այդ օտար թուրք գործակալների դեմ։ Բոլորի դեմ, Քորլևոնից սկսած մինչև Փաշիկյան Գոմիկես վերջի դատավարությունները։ Հիմա Ռոբերտ Սիմոնյանի 2013 թվականի փետրվարի 1-ի հաղորդումն է, որտեղ նա բացահայտում է, որ մեր իշխանությունը բռնազավթված է թուրք գործակալներով։ Ու հետո չասեք, թե մինչև հիմա ուր էիր։ Հիմա ես կասեմ ձեզ, եւ Ռոբերտն իրավունք ունի, բա դուք ուր եք մինչև մեզ 5 տարի է դուք ուր եք։ Որ չեք միանում Ռոբերտ Սիմոնյանի 5 տարի է ուր եք։ Նույնիսկ ձևական հարցեր ալիվը չտակ, լսեք իմ հեսա։ Ես մեկնաբանություններ կանեմ ընթացքում։ Ես իրեն անվանեցի անգերակի 10-10-10 իրավեցի իրավարեկային Աստումանցիես չկա, որ նա չեն կարող լավ, թույլ դրեք խոսենք, հայ ես Չէ, որ սկսում ենք ակտիվիստը, այսօր խոսել ենք նախընտրական քարոզարշավի մեկնարկի, դատական գործընթացների ու անօրինականությունների մասին եւ այս թեմաների շուրջ խոսում ենք նախոսը Քաշաթաղ հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, դրավերություններու համար կխնդրեի ներկայացնենք արդեն 2 օր ենք մեկնարկել քարոզարշավը, այս ինչ ընթացք ունենա եւ ինչ գործունեություն ունենա։ Այս հաղորդումը վերաբերվում է, որ նորից նշեմ, լավ հասկացեք։ 2013 թվականին նախագահական ընտրարշավին, որի ժամանակ Ռոբերտ Սիմոնյանը իր թեկնածությունը դրել էր, որպես նախագահի թեկնածու, որից նրան ապօրինաբար դուրս մղեցին, քանի որ խրժիկի նշանակին, եւ նա դատի տվեց իրեն ապօրինի դուրս մղելու համար ընտրարշավից եւ ապօրինաբար կեղծիքներով նշանակած թուրք խրժիկին դատի տվեց եւ ապացուցեց, որ նա ապօրինի է։ Դատարաններով այդ մասին բազմաթիվ անգամ Ռոբերտը ասել է, չի խանգարում եւս մեկ անգամ ձեր բթացած ուղիների մեջ մտցնել եւ հիշեցնել զոմբիացածներին, որ Ռոբերտ Սիմոնյանը այդ դատավարությունից հետո եւ որ ապացուցել է, որ դրանք ապօրինի են, խրժիկի դնել է, նշանակել է ամեն ինչ ապօրինի է եւ Ռոբերտին ապօրինաբար են դուրս մղել նախագահական ընտրարշավից եւ քանի որ այդ բոլորն ապացուցել եւ հիմնավորել է փաստերով, ապա այդ նույն թրքաջիուդներով համալրված բռնազավթված դատական համակարգը նորից եմ ասում մեռնելով, սատկելով, չուզելով, ստիպված փաստերի իման վրա ճանաչել է Ռոբերտ Սիմոնյանին որպես նախագահի օրինական ու պաշտոնակատար, քանի որ ապացուցել է, որ խրժիկը ապօրինի է նշանակվել։ Եվ այդ ժամանակ ընտրարշավին մասնակցած մեկ այլ թեկնածու, որ առավել ձայների հավաքում, ավտոմատորեն հայտարարվում է օրինական նախագահ։ Այս է, որ թաքուն են պահում բոլորից, եւ Ռոբերտ Սիմոնյանը օրինական նախագահն է։ Քանի որ եթե հիշում եք, նույն այդ պորնոմենտում այդ ժամանակ գոռոմչվում էին բոլոր падգամավորները։ Ընտու միշտ փաշկող լինել։ Ապօրինի ընտրություններ, կեղծարարություններ, կաշառքներ բոլորը գոռոմչվում էին, ոռնում էին, բայց որևէ մեկը դրա համար դատական գործ չհարուցել, չասին, որ պետք է դատի տալ այդ ապօրինի նշանակման համար։ Բարը ուրեմն նշանակում նրանք ձևական էին բողոքում, դերասանություններ էին անում, ցույց տալի իբր ընդդիմությունը պայքարում, բայց խոսեցին, ոռնացին, դրեցին ու նշանակեցին խրժիկին։ Այո, լսեք Ռոբերտ Սիմոնյանի մեկնաբանությունները։ Ուրեմն եւ իմացեք, որ մենք 2013 թվականից ունենք նախագահի օրինական պաշտոնակատար, որի մասին լրում են բոլոր այսպես կոչված անաչոր լրատվական զահրամարի միջոցները եւ քաղաքական ոռլուծաբաններ ու քաղաքական քակաբանները պրոֆեսորներ կոչվածները մինչեւ այդ Յախկ Մարտիրոսյանն էլ բոլոր այն
Լևոն Շերինյանը, սիոնիստ Լևոն Շերինյան, թրքաժուտ Նոյան Տապանի հաղորդավոր Չետիգրան Հարութուրքյան, Իմիս մեզ բոլոր թրքաբոզերը, ովքեր հաշում ու հաչում են, ձևական բողոքում են, քննադատում են, սակայն լռում են Ռոբերտ Սիմոնյանի նախագահի օրինական պաշտոնակատար լինելը, դատական կարգով ճանաչված լինելը, աճիշմարտությունը թաքցնելով։ Դա ապացում է դրանք բոլորը սուտ ձևական հաչացողներ են ու թրքաբոզեր են։ Հիմա լսեք Ռոբերտ Սիմոնյանի մեկնաբանությունները այդ ընտրարշավի հետ կապված հարցերում։ Առաջնային խնդիրները որ բոլոր անօրինակությունները կապված են ներառական պետական նաև հաստատի իրավական պահանջների նաև սահմանադրության մեջ ամրագրված իրավացանողների վերացման որը բնականաբար ոտնձգություն է մեր իշխանության մեր իրավական համակարգի նաև պետության հետ ինչպես նաև նախագահի ինստիտուտի ոչ թե անձերի Որպես կարևոր մեջբերում անեմ, նայեք հիմա Ռոբերտ Սիմոնյանի դեմքը ավելի մոտիկից ցույց կտամ, տեսեք ինչ շնորհքով անձնավորություն է, ինչ ազգային շնորհքով դեմք ունի, ինչ համեստ, բարեկիրթ դեմք ունի, ի տարբերություն միշտ թրքաբոզերի, ձևական հաչացողների, ձևական ոռնացողների, Փաշիկյան Գոմիկին, նայեք նրա դեմքին։ Որ միշտ հիշում եք, միշտ ուշադրություն եմ ասում նայեք մարդկանց աչքերին դեմքերին։ Հիմա նայեք Ռոբերտ Սիմոնյանի դեմքին, մոտիկից նայեք։ Մի քիչ այստեղ մոտնում, բայց նայեք ինչքան շնորհքով մարդու ազնիվ մարդու դեմք է։ Պարզապես համակարգչի մոտ եմ ցույց տալի, մի քիչ կարող է այնպես հստակ ցույց տա, բայց ովքեր որ տեսել են մոտիկից հասկացողություն ունեն այդ ամեն ինչից կհասկանան, որ շնորհքով անձնավորություն է բնական հանգիստ խաղաղ դեմքով։ Հիմա լսենք շարունակությունը հաղորդման։ Սկսեմ առաջինից։ Ուրեմն ժողովուրդը ներկայացված է իսկի դիստին կենտրոնական դրական մասնագետի հրավիրված է, որի ժամանակ ինքնությանը իր տեսակետը ոչ թե իրավական, այլ իր տեսակետի ներկայացման առաջարկում էր, որ հասկացի ես որևէ իրավունք չունեմ բողոքարկելու կամ բողոքարկելու հնարավորությունը եւ իրավասությունը որոշակի շրջանակների մեջ կապված էր որոշակի համակարգերի, այսինքն սահմանադրական դատարանի, վարչական դատարանի եւ այլ համակարգերի իրավասության լիազորությունների հետ։ Ուստի իր լիազորությունների մեջ չերնատնում նշված հարցի, այսինքն դրական օրենսգրքի 80 հոդվածի սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ իր վերլուծությունները անեն։ Ես նրան հարց տվեցի, պարոն Մուկուչյան, դուք ձեր աշխատակցի կամ ասում թե որպես մեկ դրական հարված եք կապեք, ասում եմ չի։ Իսկ չի դու հարված եք։ Ապո անօրինական է դա, իսկ դեպք այդ դեպքում դուք ինչ եք ապօրինություն եք կատարում։ Եթե օրենքով սահմանված է մի բան, որի շրջանակներում դուք պարտավոր եք որպես սպասմունի նայել որպես քաղաքացի իրար եք իրականացնել, այդ դեպքում դա ինչ չեք ապահովում։ Բանը դա է։ Ես ոնց կգնաց այն մասին, որ գիտեք ինչ կա, ձեր ասածը ձեր վերլուծությունը, ես ասի դա օրենքի պահանջն է, որ ես պահանջում եմ դա իրարը։ Եթե դուք որևիցե հիմքեր ունեք, հիմնավորումներ ունեք, որի շրջանակներում կարող եք պնդել և հաստատել ձեր ասիկ իրավասությունը տվյալ հարցերի շրջանակներում, ապա դες հրավիրում եմ հրապարակային, ցանկացած հեռուստաալիքով, ցանկացած թիմի հետ ձեր տեսակետը պնդելու և հիմնավորելու։ Նա հրաժարվեց։ Կային նաև լրագրողներ, որոնք մասնակից էին այդ նիստին և դրանում որևիցե հիմնավորում կողմից ներկայացնելու խնդիր չկա։ Հիմա ասենք մնացած իրավական խնդիրներին։ Սահմանադրությամբ տրված է, սահմանադրության մասին օրենքով տրված է 101 հոդված։ Յուրաքանչյուր կոնկրետ գործով երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրությունը։ 7-րդ կետով տրված է դատարանները և գլխավոր դատախազը իրենց բարություն գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրության հարցերով։
Ուրեմն գործը մտել է գլխավոր դատախազության, գործը մտել է ազգային անվտանգություն, գործը մտել է հատուցչական ծառայություններ, ինչպես մտել է ընդհանուր իրավասության դատարաններ, նաև սահմանադրական դատարան։ Ուստի դրա հարցի իրավասությունը, եթե անգամ ես պահանջի վերջին մասում ներկայացրել եմ, որ միջնորդ է համապատասխան մարմինների, նրանց ղեկավարների, համակարգերի, տվյալ հարցը, այսինքն սահմանադրության ընդրականորեն դեպքի 70 հոդվածը չհամապատասխանելիությունը սահմանադրության 50 հոդվածը, ինչպես նաև առաջին 5-րդ հոդվածով ամրագրված եւ 6-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված նորմերի հաստատելու Նիկուշյանի կողմից կայացրած որոշումը վերացնում է եւ նրա հրապարակային կոչերը, որը նա երևում տարբեր հերոստալիքներով հաստատի վերացնում է սահմանադրական նորմերը, որը քրեական օրենսգրքով եւս բաժանելի արարք է։ Ես դա չմանրացնեմ, քանի որ սա իրականում ներկայացնում եմ իրավական փաստաթղթերով եւ դատախազությունը, ինչպես նաեւ մնացած համակարգերը պարտավոր էին, ոչ թե կարող էին կամ չէին կարող, պարտավոր էին արձագանքել եւ համապատասխան որոշմամբ ներկայացնել նրանց տեսակետը, որ կամ դա անօրինական է, ձեր պահանջները չի համապատասխանում տվյալ պահանջներին, կամ դա օրինական է։ Տվյալ ժամանակահատվածում Նիկուշյանը մի ևս հայտարարություն արեց, որ դուք չեք հանդիսանում թեկնածու։ Ես նաև սահմանադրական դատարանը որոշակի շրջանակների մեջ թեկնածու քաղաքացի հասկացությունը եւ հարաբերությունը առանջատում է։ Ես նրան բացատրեցի օրենքի շրջանակներում, որ դուք սխալվում եք, քանի որ արդեն իսկ երբ պահանջվում է փաստաթղթեր քաղաքացուց եւ տվյալ փաստաթղթերը տրամադրվում են ոչ թե որպես քաղաքացու, այլ տրամադրվում են որպես տեխնացու։ Ինք վերև տրված իրենց կողմից փաստաթղթերը։ Դա ստացականն է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը հիմնավորում է ինքն ներկայացրածը, որտեղ հստակ ասում է 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տեխնացու առաջադրելու վերաբերյալ ինքնաառաջադրման մասին դիմումը, երկրորդ տեղեկան տեխնացուին եւ վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հայպետություն քաղաքացիություն չունենալու եւ վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին։ Տեխնացուի անձը հաստատող փաստաթղթի պատճ է, տեխնացուի լիազոր եւ այսինքն խնդրեմ նորությունների մասին տեսեք, ես սրաների որոշման եք անդրադառնում վերջին ինստիտուտը կապտեն լուսաբանել վերջացրել են նոր ինչ նոր զարգացումներ անեն, խնդրում, ու մի քիչ տենց շուտերի մասիջներ վատերին շոթացումները տենց շատ պաշտոնական չի գիտեք ինչ է, նորից ասում, պաշտոնական որն է, ես որ եթե չեմ մեկնարկում, չեմ ներկայացնում օրենքի պահանջը, դա ինչ-որ բացասական է, չեմ ասում։ Չէ, միշտ այսինչ վատերին Կարելի է ներողություններ իհարկե։ Տեսեք, վերացական ներկայացումների խնդիրը, վերացական Ես լրագրող Բոզերը, որ տեսակողքի են աղջիկները, շեղող հարցեր են տալիս, որ Ռոբերտը շարունակի իր միտքը, ստից հաչում են։ Դրանք խառնացին Բոզերն են, հասկացաք։ Ռոբերտը խոսում բացատրում, այնտեղ մեջ են գան մտան, սկսեցին ինչպես Ռոբերտը վերացական հարցեր են տալիս, այսինքն ցրում են խոսակցության միտքը։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Բարասում ԶԼՄ-ի լրագրողները բոլորը խառնացին պոռնկացիներից են։ Ես ձեզ պատասխանեմ, դեռ որ դրա վրա որևէ խնդիր չունեք հարցի պատասխանելու նայեք։ Ուրեմն, եթե դուք իրականությունը չեք հասկանում, այսինքն իրավական ամբողջ դրույթությունը չեք հասկանում, դուք որևէ ձևով չեք կարող մեկնաբանել ձեր լրատվամիջոցներով ինչ խնդիրների բացահայտումը, կամ դրա անօրինականությունը կամ օրինականությունը։ Հիմա ես բացատրում եմ նաև, տեսեք, դուք մասնակից եք նաև այս նիստին վերջի անգամ, բայց տեխնացու եւ քաղաքացու կատեգորիան ես նրան հստակ հասկացրեցի իրավական առումով։ Հիմա տեսեք, եթե դուք դրա մասին լուսաբանած լինեիք, թերթերով կամ ասինքն լրատվական միջոցներով, դրա խնդիրը չէր առաջանա։ Կարևոր ինչու՞մն է, տեխնացու հասկացությունը ես բացատրեցի ի սկզբանե։ Նա նաև իր կայացրած որոշմամբ դա հստակեցրել է։ Այսինքն
Տեխնատու հասկացությունը առաջադրվելու պայծ է, համապատասխան փաստաթղթեր տալուց է սկսում նրա տեխնատու, ով նրա կատեգորիան քաղաքացի, թե տեխնատու։ Մենք քաղաքացի չենք, մենք տեխնատուներ ենք, եւ փաստացի Մուկուչյանը իր համակարգով հանել վերածում է ինստիտուտը նախագահի։ Սա եւս գործընկերություն է մեր իշխանության, նաեւ ինստիտուտի նկատմամբ, ոչ թե անձի նկատմամբ։ Նաեւ անձի է դա դեպքում։ Հիմա ասենք կոնկրետ այլ հիմնավոր փաստեր, այսինքն իրավական հաջորդականությամբ ներկայացված խնդիրների եւ ներկայացնելու նաեւ ձեր կողմից։ Սահմանադրության Հանրապետության նախագահի դա 9-րդ կետն է։ Հանրապետության նախագահի եւ պատգամավորության տեխնացուները Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1 եւ 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով, այսինքն իրավունք ունեն իվել նաեւ սահմանադրական դատարան։ Եվ սահմանադրական դատարանը պարտավոր է տվյալ հարցի շուրջ, այսինքն որը բարձրացված է, հակասում է սահմանադրությանը, թե չի հակասում։ Նրանք պարտավոր են համապատասխան որոշման դա արձանագրել եւ պատշաճ ձևով ներկայացնել թե հանրությանը, թե մեր որևէ խնդիր չառաջանա, որից սահմանադրական դատարանը իր պաշտոնական դիրքերը չարաշահելով որևէ խնդիր չի բարձրացնում։ Այստեղ փաստացի եւս հանցագործություն է, որովհետեւ իրենից լրությամբ հանրօրինական օրենսգրքով ամրագրված է 304 հոդված։ Այն գործողությունը կամ անգործությունը, որը տանում է պետական համակարգերի վերացման քայքայման, դա պետության դեմ եւս կատարված հանցագործություն է։ Հիմա ասենք Մուկուչյանի եւս այլ խնդիր։ Հիմա ես հիշեցնեմ Մուկուչյանի զզվելի սիֆաթը հիշում եք, որ դրան ցույց են տալ լուրերով։ Ընտրական հանձնաժողովի նախագահը։ Դրա դեմքը հիշում եք, ինչ այլանդակ լպրծում խոզի դեմք ունի, աչքերի հայացքը, նայվածքը նենք, չար զգացվում է։ Դրածոյ եւ փաստորեն ասաց Ռոբերտը, քանի կանոններ է խախտել տեխնացուների որոշ հարցերի ներկայացնելու առիթով, չի ներկայացրել, չի հաստատել, փախել է, շեղել է։ Այսինքն օրենք խախտում է հենց այս ընտրարշավի հանձնաժողովի նախագահ կոչեցյալը խախտում է օրենքները ընտրարշավի ներկայացուցիչների ներկայացման հարցերում։ Շարունակություն լսեք։ Դեռ մենք ամտեղ թրքաբոզեր են նստած։ Մենքի անվան տակ։ Բայց ճոռոմ լավ հաչում են։ Տեսախցիկների առաջ արդարներ են, ազնվամիտներ են, ինչ քաքեր են բոլորը, թրքաբոզեր են։ Տեսեք, 14 հունվար 2013 թվականի համար 25-ը որոշում։ Հետևական ընտրական հանձնաժողովի 14/2013 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի դրություններին հանրապետության նախագահի տեխնացու, նորից եմ նշում, տեխնացու առաջադրված քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի արդեն քաղաքացի տարբերակը արդեն իրենք հավատում։ Վերացման հարցը քննարկելիս կենտրոնական դրական հանձնաժողով նախագահ Մուկուչյանի կողմից ներկայացվել է առարկություն։ Ասենք կոնկրետ այն հարցի, որը մեզ են ուզում, այս պահով։ Ինչ է ասում, քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի կողմից չի ներկայացված նվազագույն աշխատավարձի 8,000 ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորագիրը։ Մյուս պահով ասում է, առաջադրված մի րոպե գտնեմ կոնկրետացված հարցը, ներողություն։ Նա, ես կրնույթը ասեմ, իր պահանջի, ասում է, որ հաստացի ասում է, որ հասկանալի է։ Ես կրնույթ ասեմ, Նորից շեղում են բոզերը, տերում եք չեն թողում խոսալ։ Պահանջը, բացատրեմ դες, ես պահանջում եմ սահմանադրությամբ ամրագրված բոլոր նորմերի կիրառումը, որը ամրագրված է սահմանադրությամբ, իսկ որ սահմանադրությունը դա գլխավոր օրենքն է, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն, ապա որևիցե նորմի, որ ևս ամրագրված է քրեական օրենսգրքով, որևիցե նորմի վերացումը, դա քրեական պատասխանատվություն պատիժը սահմանված մինչև 10-15 տարի ժամկետով։ Դա ըստ էության նաեւ պետական դավաճանություն է։ Հիմա հարցը որ նորմեր հարցին խախտված։ Այսա ես կոնկրետ ցիտեմ նորմերը երրորդ ասեմ, հա։ Նորմերը խախտված են առաջի հոդվածից մինչև 6-րդ հոդված։ Ինչպես նաեւ 6-րդ հոդվածի
առաջին մասով ամրագրված պահանջները Սահմանադրության, այո, որոնք Սահմանադրության առաջին օրվան, Հայաստանի ես չի եմ կարդում, ոչ թե այսպես սիտում, որովհետև որևէ պետք է բնականաբար ներկայացի ըստ էության, այլ ոչ թե ինչ-որ անգիր կամ եւ այլն։ Սահմանադրության առաջին օրվան, Հայաստանի Հանրապետություն Քրիստիան Սահմանադրության առաջին 6-րդ Նույնը բոզերը համեջ են ընկնում, հաչում խոսում են, չէ՞ գիտեմ ինչա կատարվում։ ոչ միայն խախտվել են։ Զգում եք այդ բոզերը լրագրողը որ նստած կողքին ինչ են անում։ Ռոպենում եք մեջ են ընկնում։ Տեսնում եք, չէ՞։ Ռոբերտը սկսում է բացատրել, կողքից սկսում են շեղող հարցեր տալ։ Զգում եք ինչ բոզու պորնիկ են։ Սրանք խառնասին պորնիկ ջհուդներ են։ Մերոնց նման են, մի քիչ սիրունատես կարող ալինեն, բայց պորնիկ ջհուդներ են սրանք, լավ իմացեք։ Եվ դիտավորել Ռոբերտին անդադ սրում են կոնկրետ պատասխանից։ Որ դուք ինչ որ եւ դա անում են գիտեք ինչի համար։ Դե Ռոբերտին չեն կարող ֆռռասն, ուզում են ֆռռասնեն որ նա շշկրվի, բայց չի շշկրում, պատասխանում է։ Պարզապես դա անում են, որպեսզի լսողները ու ընկերները շշկրվեն եւ շփոթվեն այդ բացատրությունների մեջ։ Դա հատուկ անում են դիտավորել հարցեր են տալի շեղում են, ի նկատի ունեցեք։ Դա բոլոր նաեւ ուրիշ հաղորդումների ժամանակ են անում այդ բոզերը։ Խոսում է, ասենք, հյուրը բան է բացատրում, սկսում են հարցերը շեղել կոմենկոմ, խառնել խոսքերը, որպեսզի նրանք ովքեր լսում եւ դիտում են հաղորդումը, նրանք շշկրվեն, շփոթվեն եւ ինչ որ պետք է նորմալ չհասկանան։ Հասկացաք դրանց բոզությունը որտեղ է կայանում։ Այս է որ պետք է բացատրել ձեզ, թե ոնց են ձեզ շշկրացնում, շփոթեցնում, ձեր հիշողության վրա ազդում։ Խանգարում են, որ դուք կենտրոնանաք, հասկանաք, թե ինչ է բացատրվում։ Հասկացաք դրանց հաղորդումները վարելու բոզական, գյոթական ձևը, կներեք արտահայտությանս համար եւ չներեք արտահայտությանս համար։ Կարող եք չներել։ Բայց այդ խոսքերը ստիպված եմ ասում, որ դուք պատկերացնեք դրանց աշխատանքի, խոսելաձևի, անառակության, փչացածության, նենգության, ստորության աստիճանը։ Դա քաղաքավարի խոսքերով։ Իսկ հիմա ժարգոնը, որ դուք հասկանաք դրանց մտածելակերպի, խանգարելու բոզության, պորնիկության, չատլախության աստիճանը։ Այմա երևի արդեն ավելի լավ կհասկանաք ինչ ասեցի։ Քանտեն կուլտուրական բառերը, այս շնորհքով բառերը ձեր վրա այլևս չեն ազդում։ Դուք չեք արթնանում, բայց այդ արդեն կոպիտ բառերը դրանք հայոյանք չեն։ Հայոյանքները սեռական բնույթին խոսքերն են, սա հայոյանք չի, բոզու պորնիկը հայոյանք չի։ Դրանք գրական բառեր են, որոնց միտքը նույնն է անառակ, փչացած, խարդախ, խափեբա, այլանդակ, տարբեր ձևերի հոմանիշներով, պարզապես կտրուկ կոշտ արտահայտություն են, պորնիկ եւ բոզ, որոնք ավելի տիպիկ արտահայտություններ են, այդ բոլոր հոմանիշների, հասկացաք հիմա։ Դել չնստեք ու բողոքեք, շնորհքով խոսա, Ռոբերտին չի այդ բառերն օգտագործում, լավ է անում ու ճիշտ է անում։ Ձեզ որ կուլտուրական քաղաքավարի խափում են այսենց, դուք դրա դեմ չեք բողոքում։ Շնորհքով գեղեցիկ խոսելով ձեզ ֆռռացնում են։ Ձեզ խափում են, շեղում են, իրենց խելացի ցույց տալով, գրագետ ցույց տալով, ու դուք չեք պատկերացնում ոնց են ֆռռացնում։ Հիմա Ռոբերտը բացատրում է թե ոնց են ֆռռացնում։ Այդ ընտրարշավի գործունեությունը ինչպես են թեկնածու քաղաքացի բառերը խառնում։ Եվ ասեց, հիմա այստեղ թուղթ են գրել, Ռոբերտին անդադ ասում է քաղաքացի։ Չի ասում թեկնածու նախագահական ընտրության։ Նոր Ռոբերտը նշեց, տեսեք ասում է դիտավորել քաղաքացի բառն է անդադ օգտագործում այդ Նիկոլյան բոզի ծնունդը։ Շարունակությունը լսեք, այդ կարևոր մեջբերումներ, որ ձեզ ոչ մեկը չի բացատրվի, չի բացատրի, ոչ մի ոռլուցաբան ձեզ չի ասի։ Լավ, ուրեմն այստեղ ինքնիշխանության քանի որ երկու բառով ցիտեմ, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական սոցիալական դեմոկրատական պետություն է, Հայաստանի Հանրապետությունը Դե հաչում է կողքից։ Հաստատի տվյալ նորմերի վերացումը, տվյալ գործողություններով ամրագրված է, որ պետք է պաշտպանվեն, եւ դրանք ամփոփող են։ Սահմանադրության 111-ից մինչև 114 նաև կա համապատասխան նորմեր, հոդվածներ, որը ամրագրված է, որ սահմանադրության 114 հոդվածում, որ առաջի երկրորդ հոդվածները ամփոփող են, մնացած տարբերակները, եթե փոփոխության ենթակա որևէ հոդված կա, ապա համապատասխան օրենքի սահմանադրության
պետք է հանրակրվեի դրվել եւ հանրակրվեի միջոցով փոփոխվել, այսինքն մինչեւ չլիներ ժողովրդի հանրակրվեի, այսինքն քրի որոշակի չափանիշ, որովհետեւ մեկ իրավունքներ փոփոխել որից է բան։ Տվյալ դեպքում բանջարաբանության մեջ նորմալով ամրագրված է 35 տարի կրացած ամբը 10 տարի անց մեջ քաղաքացիություն բնակի փաստը պետք է ամրագրված լիներ եւ ընդրական իրավունք ունեցող անձի վերաբերյալ է։ Մնացած տարբերակներ չկան, գոյություն ունեն, ոչ գումարային, ոչ ինչ-որ տանկից, պուլինոջի, այսինքն կամ ինչ-ինչ պահանջ, պատկանելություն, դրա մասին տեղեկություն չկա։ Այսինքն այլ օրենքներով եւ բարձրագույն կապիտալ, այսինքն տալիս է այնտեղ համապատասխան յուրաքանչյուր ոգի տարբերակ, այսինքն ցանկացած սոցիալական, ռասայական, այլ դրություն ունեցող համակարգի ներկայացուցիչ իրավունք ունի մասնակցել ընտրությանը եւ տեխնացություն առաջադրելով համապատասխան դեպի ընդհանրակարգային մասնակցել ընտրությանը։ Ընտրական օրենսգիրքը պետք է հիմնել, այսինքն հիմնավորել այն դեպքերը, որոնք ամրագրված են դրա ռոբոտով, քանի որ այնտեղ չկա նորից ասում տանկիստի տարբերակ, այսինքն պուլինոջի տարբերակ, դրա պահանջ չի կարող դրվել։ Ինչպես նաեւ ուրեմն ես նաեւ ներկայացրել եմ միջազգային բոլոր ադրաններին Եվրոպան ներողություն, ասեմ, ուրեմն ներկայացված է ԵՀԿ խմբին, հերասենյակի ԵՀԿ, ԶՄԻ խմբին, ներկայացված է Եվրոխորհրդին, ներկայացին դեսպանին։ Ես մտա Եվրոմիությունների հաստատողները քուչ տվեցին, ճիշտ ասած, հանդիպում ունենալ, եւ բավարար իմաստով ինձ անգամ արգալից ոսոր ասած վերաբերմունքը քուչ տվեցի։ Իսկ գոնե պատասխանեին, որ դեպք չկա այսպես չի եւ այլ։ Մյուս հարցը Եվրոպական դեսպանի։ Այսօր ես նաեւ հանդիպում ունեմ ԶՄԻ-ի ղեկավարների հետ, դրանք հարցերը բարձրացրել են, նաեւ հարցերից խնդիրները որն են։ Մենք խոսում ենք եւս իրավահավասարության մասին, կոնկրետ, այսինքն եթե նախագահ դրան դեպքում նախագահ մասնակցում է դրական ընտրությունների, ապա նա իրավունքները լուծակները համակցության իրավունք են եւ բոլորս է համակարգ, քանի որ նրա իրավունքները դուրս չգողում, քանի որ նա վերահսկողություն է իրականացնում 40-50% բոլոր համակարգի եւ նրանց գործողությունների նկատմամբ, ապա հաստատի հավասարազոր իրավահավասար ընտրություններ չեն կարող լինել։ Նախագահ պետք է ինչ-որ առաջ իր լիազորությունների վայրենելուց առաջ պետք է պարտադիր իր լիազորությունները վայրենել եւ մասնակցել հավասարազոր տեխնոլոգիական տնտեսության։ Արտիսմունյան ինչ ձեռագրել խոքը, որը մասնարի ԵԱԿ դերից բոլոր մասնակցել։ Ուրեմն ես ներկայացրել եմ բոլոր իրավական, ոչ թե տեխնիկական, այլ օրենքի պահանջի գծերը, որի հիման վրա ես ներկայացրել եմ նաև միջազգային նորմերով ամրագրված Եվրոպական կոնվենցիայի, որը վավերացված է Հայաստանի կողմից, բոլոր կոնվենցիաներում թվով է խախտված, դեռ խտրականության պահանջ կա, իրավահավասարության պահանջ կա, որը բարեփոխ իմաստով ոտնահարված է։ Այսինքն, դրա դեպքում ես նաև նշել եմ, որ միջազգային կառույցները, ինչպես նաև ներպետական բոլոր համակարգերը, եթե դա դիտում են որպես նորմալ երևույթ, դա կամ համերսունակություն է, կամ ինչ-որ գործակալական ինչ-որ թիմ է ներդրված Հայաստանում, որի շրջանակներում որից մեկը ձայն չի անում։ Հիմա, դրա դեպքում նա կոնկրետ պետք է պատասխանեն։ Եթե դա համապատասխանում է նաև իրենց միջազգային նորմերին, ապա ես խնդիր չեմ տեսնում։ Հաստատի ստացվում է, որ դա լանդերը իրոք անգիտակից է կամ գործակալ է, որը որոշակի շահերի հետապնդմամբ հաստատի ոտնահարում են թե մեկ եւ թե նաև միջազգային նորմերը։ Իսկ եթե միջազգային այդ կազմակերպության ներկայացուցիչները դիտարկեն, որ ոչ մի խախտում ձեր նկատմամբ չի իրականացվել, ապա իրենց մասին ինչ ասել։ Ես Եվրոխորհրդի դեսպանի հետ խոսեցի եւ ասեցի, որ դրա հարցերը ակնառու հարցեր են, առաջիկա հարցերն են, որովհետեւ եթե ընտրություններ անցնեն, ապա դրա ընտրությունները օրինական չեն կարող համարվել։ Ինչու՞ համար, որովհետեւ ցանկացած որոշում չի, ինչպես նաեւ ընտրություն, դա գործողությունների վերջնական արդյունքն է։ Եթե գործողությունները սկզբանե դրված ապօրինության, անօրինականության վրա, ապա վերջնական որոշումները ոչ ինչպես նաեւ ընտրությունը դա օրինական չի կարող լինել, նա ինձ հետ ամբողջությամբ համաձայնվեց։ Նա նաեւ ասեց, որ դա դեսպանի հետ։
Ուրեմն ես կրիկներով կրկված ունեմ նաև բոլոր պաշտոնական փաստաթղթերը, դրանց եթե հարկ կլինի ցանկություն կունենանք, ես նաև կդրամադրել դրանց օրինակները։ Ինչ վերաբերում է տվյալ օֆիսի աշխատակիցներին, այսինքն որոնք գործում են հայաստանյան շրջանակներում, նրանք ցանկացած մեթոդով աշխատում են թույլ չտալ հարաբերվելու դեսպանի, այսինքն բարձրացնել տվյալ խնդիրները, տվյալ խնդիրները եւ ներկայացնել նրան։ Խոչընդոտում են, արտիրապատում են։ Ուրիշ հարցեր ունեք, ես շարունակեմ։ Իսկ եթե օրենքով նախատեսված չկա, 8 միլիոն գրավել, 8 միլիոն օգուտից ընկավ, ինչից վերցրեց 8 միլիոն։ Հասկացա՞լ եք։ Ուրեմն 8 միլիոնի գրավը, տեսեք, ես մի բան ասեմ, վարչական դատարանը ինձ տվել է որոշում, ես ձեզ ցիտեմ, որ դուք եք դերեկտացված ունեք, հայցադիմում նշել է նաև, որ դրական գրավի ինստիտուտը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Դատարան անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դրական գրավի ինստիտուտը ամրագրված է։ Դա դրա հետ կապ չունի։ Հաստատի սա անտեսնալության տարբերակ է, կամ ասենք թե հիմարության։ Մյուս տարբերակ ասենք, քրեական հարաբերությունների մասին։ Իսկ ինչ վերաբերում Հայաստանության քրեական օրենսգրքով նախատեսված արարքներին Մի խոսքով այդ Մուկուչյանը գրածա մի բան է կատարվում, հայտարարում է ուրիշ բան։ Դրանով Ռոբերտս կամ անմեղսուն կամ հիմար ես, եթե հիմարը ինչ գործ ունի, որ լինի ընտրական հանձնաժողովի նախագահ լինի հիմարը, ուրեմն նա հիմար չի, ուրեմն նա դիտավորել ամեն ինչը հակառակ բաներ է ներկայացնում, հապաղ բաներ է շեղում։ Հիմա տեսնում եք ովքեր են նստած, ամեն ինչ փոխում են, դե պարզ է։ Մենք եւ մյուս մարդիկ, որ այդ դատական իրավական այդ բաներից, նորմերից, շափանջներից, օրենքներից չենք լավ չենք հասկանում, չենք տիրապետում, ոնց ուզում ֆռռացնում, ոնց ուզում ներկայացնում են։ Ինչպես իրենց է ձեռնտու։ Հետո ներկայացնում են իրենց ուզած ձևով։ Դրա համար է ոչ մի բան զգում եք, որ ոնց որ աննորմալության հետևից։ Ուրեմն դրանք աննորմալ չեն, դրանք դիտավորել են ամեն ինչ անում։ Աննորմալ են այնքանով, որ հուդամասում բոզի ծնունդների, դրանք ընդհանրապես աննորմալ են։ Իրանց բնությամբ, իրանց փչացած ուղղով նրանք աննորմալներ են, բայց իրանք իրենց նորմալի տեղ են դրել ու խառնում են սաղ իրար։ Դրա համար դրանց պետք է ոչնչացնել։ Կատարելու վերաբերյալ հաջորդի փաստարկների, ապա դատարան անհրաժեշտ է համարում արձանագրել, որ այդ փաստարկները վերաբերում են քրեական վարույթի ընթացքում ցակող իրավահարաբերություններից բխող գործերի։ Հաստատի տեսեք, եթե քրեական ինչ-որ հարաբերություններ է ցակել, քրեական հարաբերություններ, ապա տվյալ հարցը ոչ թե վարչական դատարանի իրավունքների մեջ է մտնում, այլ ընդհանուր իրավասության, քրեական դատարանի իրավասության մեջ է մտնում։ Այսինքն Մուկուչյանը, որ ուղղորդում է, ասում դիմեք վարչական դատարան, սա ևս անցագործություն է։ Այսինքն նա դա չի կամ չիմացություն է, այսինքն լիարժեք իրավական գիտելիքների պակաս, կամ եթե չի միտումնավոր ուղղորդում։ Ավելի միտումնավոր է անում, միտումնավոր։ Այս պահին ձեր ողորմությունները Որ Մուկուչյանը ոչ թե հիմար, այլ միտումնավոր է անում։ Ռոբերտը վերջ շեշտեց, ուրեմն միտումնավոր է անում։ Տարբեր հանձնախմբերի մեջ հարցեր դնում խառնում, տարբեր ձևով է ներկայացնում։ Ասա չէ կամ նա հիմար է կամ գիտելիքին չի տիրապետում, եթե հիմար է գիտելիքին չի տիրապետում, ո՞նց է հանձնաժողովի նախագահ։ Եթե տիրապետում է, ուրեմն դիտավորյալ է անում։ Պարզ է, չէ՞։ Ուրեմն դուք էլ պարզ հասկացեք։ Ուրեմն բոզա։ Ուրեմն բոզի ծնունդ է Նիկոյանը։ Ուրա սիֆատից է երևում։ Ազգային անվտանգություն, ազգային անվտանգություն տնօրենի ծառայությանը, հատուկ քրչական ծառայությանը նաև։ Գլխավոր դաշնակցություն, հատուկ քրչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության։ Հիմա Եթե 8 միլիոն ընտրագրավ չունեն, քանի մարդ իր տնացում կարողացել, այսինքն ո՞ր դրանից։ Բայց ժողովրդավարությունը որտեղ է։ Հիմա ես մի բան ասեմ։ Ես ներողություն։ Իսկական շիաշկո։ Ներողություն, հա, մի րոպե բան ասեմ։ 8 միլիոն գումար ունեք։ Տափակ հարցեր են տալի։ Չէ՞ ուզում դառնալ, չէ, բայց մի րոպե։ Եթե օրենքով ներողություն եք, ես հիմա պատասխանեմ ձեր հարցին։
Դուք հիմա գտնում եք, որ սահմանադրության նորմերը, որոնք ամրագրված են, որ մենք ինքնիշխան, սոցիալական, ժողովրդավարական պետություն ենք, ուրեմն պետք է նորմերը կիրառել։ Եթե ոչ դուք արի ասես կապիտալիստական երկիր է, եւ քեյաօլիգարխիկ համակարգի ամբողջ ներկայությունը պիտի ապահովեն, ու մենք պետք է վերարտադրենք, քանի որ մենք գումար ունենք։ Իսկ մեր փաստը, Լևոնը որ եկավ իշխանության սանդալներով էր եկել։ Նույնը Վազգենն է, նույնը Քոչարյանն է, Քոչարյանը ապրում էր պատվարում, Զապարոնիցը բրդում էր, որ խոտ են գնել։ Այդ փողերը որտեղից իրան։ Որտեղից։ Այսօր Քոչարյանը 20 միլիարդ դոլարի կառավարության տեր է։ Ուրեմն մենակ Հայաստանի վրա եկել է 10 միլիարդ մարդասիրական օգնություն։ Ունեն այդ գումարները։ Հայաստանը ունեցել է ստրատեգիկ նշանակություն ունեցող օբյեկտներ։ Այրոպորտներ, դա ջուրն է, դա կապն է, դա տրանսպորտն է, ունեն դրան, ում ձեր ունեն դրան։ Ժողովրդավարական այդ դիտելիք կոչեցյալը կամ հասկացություն կոչեցյալը որտեղ է։ Ժողովրդի մենակ հանրակրվեի միջոցով պետք է համաձայնեցվել։ Ժողովրդի հանրակրվեը եղել է։ Դες հարցը տալի, մեր ջուրն է, մեր հորն է, մեր տրանսպորտն է, մեր կապն է, ինչ եք տալիս ուրիշին, դուք ինչի ձայն չեք տանում։ Իսկ ինչ վերաբերում է նաև 8 միլիոն դրամից, արեք որոշակի ցենզ մտցնեք, առաջինը, դուք վերակ օրենքները պարտավորես կիրառել եւ ապահովել, դրա կիրառելությունը, դրա նորմերի պահանջը պարտավորես կիրառել։ Եթե դու գրակը չես ապահովում, ինչ-որ գնեն վերացական դեպք, մարեք սենց օրենք որպես ադրբեջանական տարածք, դրա համար խնդիր առաջացավ 1991 թվականին, 1992 թվականին եւ դրանից հետո միջազգային պայմանագրերով, որի համաձայն խնդիր առաջացավ տարածքները հանձնել, հիմա այսպես փաստաթուղթ կներկայացնեմ, որի համաձայն փաստը պահանջ առաջացավ միջազգային կառույցների կողմից, որ տարածքները պետք է հանձնվի։ Դրա համար Լևոնը կարծեմ դիքը գրել է, թե ինչու է պատերազմ կամ խաղաղություն, այսինքն կամ պետք է որից պատերազմ սկսվի, կամ տարածքները վերադարձնի։ Դրա համար խնդիր առաջացավ, որ մեկ այլ անձի միջոցով այդ խնդիրը լուծել եւ տարածքները հանձնել։ Դա Ռոբերտ Քոչարյանն է։ Դրա համար 10 տարի քաղաքացիություն չունեցող անձը, 10 տարի քաղաքացիություն, նա մի տարի ընդհանրապես Հայաստանում էր ապրում, որին այդ ժամանակ Դեմիրճյանն էր ախտել եւ նա հրաժարվեց իր ոնց որ ասած ստանձնած պարտականություններից, հաստատի նաեւ դավաճանեց ազգին։ Ընդհատում եք այս կասը։ Այն հարցերը, որը ես դες ներկայացնում եմ, Ղարաբաղի Արցախի հարցով, կարծում եք այդ պայմանագրերով։ Ուրեմն մենք Հայաստանը, այսօր Հայաստանը բանակցությունների մասնակցում է որպես ագրեսոր։ Ինչ է ագրեսոր։ Ագրեսորը դա մի միջազգային ով ասել է։ Դուք բացեք Սերովի քարտը եւ մնացած արբետությունների հետ, այսինքն իրավ հարաբերությունները, որտեղ Հայաստանը ներկայացված է ներողություն ասեմ իրեն, այդ հարաբերություններում, այսինքն միջազգային արտաքին հարաբերություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր, որը բռնազավթել է Ադրբեջանի տարածքները, ատրպատականը։ Այդ մասին Ռոբերտը վերջի հաղորդումը հիշում միշտ ասում էր, որ դեռ 1991 թվականից Քորլևոնը ջհուդի հոտած փեշի տակ դաստիարակված բոզը խառնասին թուրքը ճանաչել է Արցախը որպես ադրբեջանդամի տարածք եւ այդ ժամանակվանից մենք անունից այդ բոզը մեր պետության անունից միջազգային այդ հարաբերությունում ներկայացվել է Արմենիան ներկայացվել է որպես ագրեսոր քանի որ մեր իշխանությունը բռնազավթած է թրքաջհուդը թրքաբոզը այնպես են ձևակերպել փաստաթղթերը Արցախը ճանաչել են ադրբեջանդամի տարածք ուստի եւ դա շինծու դիտավորյալ է հատուկ արվել որպեսզի միջազգային հարաբերություններում պայմանավորվածություններում պայմանագրերում հանդիպումներում մեր լեզուն կարճ լինի ադրբեջանդամի ալիվի լեզուն երկար լինի ինչպես տեսնում եք անդադ դրա լեզուն երկար է որտեղ գիտի որ իր թուրքակիցները Քորլևոնի ժամանակ Արցախը ճանաչել են որպես ադրբեջանդամի տարածք Եվ այդ բոլոր բանակցությունները մինչև այսօր ձևական ստից բանակցություններ են, խաղ բանակցային գործընթացներ, փոխզիջումներ, ինքնորոշում, բոզորոշում, գյոթորոշում։ Դրանք բոլորը թատրոններ են։ Իրանք արդեն որոշել են եւ գաղտնի ստորագրել են եւ
Արցախ եւ ազատագրված տարածքները ճանաչելով Ադրբեջանդամի տարածք։ Հանձնել են փաստաթղթերով, գաղտնի փաստաթղթերով հանձնել են։ Մեր թիկունքից հասկացաք, իսկ ճոռոմ միայն ճառեր են կարդում։ Այս է որ դրանք վախենում են Ռոբերտին հարցազրույցների կանչել, վախենում են Ռոբերտին մամուլով ասելիքներ կազմակերպել, հարցազրույց հանդիպել, խոսել, որտեղ ամեն ինչ հենց 91 թվականից դեռ 2009 թվականից էլ այդ հայ-թուրքական կոչեցյալ արձանագրությունների ժամանակ Ռոբերտը արդեն դատի է տվել այդ թրքաբոց Խերժիկ Նարիմանովին, որ հայ-թուրքական կոչված արձանագրություններով թուրքերի սահմանները ճանաչել է օրինական եւ ասել է որ պահանջ չունի թուրքերից։ Հասկացաք այդ բոզի դարած խաղերը Խերժիկ Նարիմանովի Ռոբերտ Հարտները դեռ այն ժամանակ այդ իշխանությունը դատի է տվել։ Ընդ գրողնեք ասում մինչև հիմա ուր էիք բոզի ծնունդներ 9 տարիա 10 տարիա Ռոբերտը դատ է վարում դրանց դեմ։ Դե արտնացեք բոզեր, չատլախներ, խառնացին թրքաբոզեր, մենք այն թաքնված թրքաբոզեր եք դուք բոլորը։ Վրա շեղում են, բոզերը շեղում են հարցը։ Ռոբերտը բան ասում, սրանք շեղում են, թեմայով։ Տվյալ խնդիրները, որը կենտրոնական դրական հանձնաժողովը ուղղորդել է այլ ուղղություններով, այսինքն վարչական դատարան, սահմանադրական դատարանի մասին ձայնարկված չկա, գլխավոր դատախազություն, ես դες կարծացի օրենքը, որի պահանջներով տեխնացում իրավունք ուներ իներ սահմանադրական դատարան եւ մինչեւ համապատասխան որոշում ստանալը, Մուկուչյանը կանխական իրավունքներ որոշում կարծել։ Դա այն է, որ տեխնացում իրավունք ունի ինել սահմանադրական դատարան եւ ստանալ սահմանադրության համապատասխան լինելու հակասահմանադրական ճանաչելու ինչպես նաեւ անհաղթահարելի խոչընդոտ հանդիսացող 8 միլիոնի տարբերակը վերացնել։ Սահմանադրական դատարանը առօրս մի որոշում չի կայացրել։ Գլխավոր դատախազությունը ևս ոչ թե անգործության է մատնվել, հաստատել իրանք գործակալական ցանցի գործակալներ են, որոնք կողտորեն, գոտնահարում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այսինքն գլխավոր օրենքը, վերացնում են դրա նորմերը եւ տվյալ դեպքում կատարում են պետական դավաճանություն Հայաստան պետության եւ ազգի նկատմամբ։ Յալս այս պաշտոնապես ասում են, ու եթե նորից ցանկացած անձ ես նկատում եմ նաեւ տեխնացուներից, որովհետեւ նույն խաղի մեջ նրանք էլ են։ Նախկինում ևս Արման Միլիկյանը իրավունքներ մասնակցել ընտրարշավի, քանի որ նա ժամանակին ևս եղել էր Ղարաբաղի քաղաքացի։ Իսկ քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես Հայաստանի վարչատարածքային միավոր, ապա նա իրավունք ուներ ևս մասնակցություն ունենալ ընտրական արշավի։ Եվ իր տեխնացությունը գրանցվելու խնդիր պետք է չլիներ, որովհետև նա փաստացի ևս չէր հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս վերջերս Գարեգին անունով մեր ընկերներից մեկն է ևս իր տեխնացությունը բերել է, քանի որ 6 ամիս նրա մշտապես բնակվելու փաստը արտանագրված չէ, որտեղ նա Ղարաբաղում ևս աշխատել է, ուստի նրան ևս չգրանցվեցին։ Փաստացի դնում է խտրականություն։ Այսինքն եթե դա այդ մարդի մեր թիմի չէ, ապա իրեն թույլ չի տվել, խոչընդոտ ստեղ։ Իսկ եթե մեր թիմից է, ապա որոշի ակտիվ չկա դասնանվել։ Վերջին հարցը, ուզում տալ թեմայի հետ կապված ներկայիս կերկարդոշով են անցկացնում տեխնացուների ինչ-որ մեկի սանտանելու հետ։ Ոչ մեկն, որովհետև բոլորն են նույն թիմից են։ Բագրատյան 92 թվականին հանդիսանում էր վարչապետի ձեռքով եւ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ստորագրվեց մի փաստաթուղթ, որը Հայաստանը դարձավ ներկրող պետություն, որի համաձայն բոլոր համակարգերը ստրատեգիկ նշանակություն ունեցող որոշակի օբյեկտները դրեցին բարձր իմաստի թալանի տակ։ Առաջին թալանի պրոցեսը սկսվել է Հայրիկյանով, հետո ինքնորոշման սկզբունքը դա կեղծ կարգավիճակ է։ Մենք ինքնորոշման խնդիր չենք ունեցել, որովհետև մենք հազարամյակներով արդեն ինքնորոշված ազգ ենք, ոչ թե ժողովուրդ, ազգ ենք։ Եվ մեր խնդիրը, որտեղ 21 թվականի ապրիլի պայմանագրերով, Կարսի Մոսկվայի պայմանագրերով մեր տարածքները հայկական Արևմտյան Հայաստան 250,000 քառակուսի կիլոմետր, Կիլիկիա 40,000 կիլոմետր, Նախիջևան, Ադրբեջան,
որ այսօր Ադրբեջան անվանումն է կրում, ամբողջությամբ նվիրաբերվեց իբրև նաև Ջավախ քաղաքալակ նվիրաբերվեց այլ պետություններին։ Եվ դա արվեց Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորության եւ մասնակցության, քանի որ նաեւ 2009 թվականին մուզացումների չդատել դու բարձրացրել։ Դիտավորյալ ոնց են ընդհատում բոզերը։ Թվականին արտադրության համար ներքո ստորագրվեց նաեւ ճանապարհային քարտեզ, որի շրջանակում մտել է նաեւ Բորիս Մելիսիսյան Ռապան, դրա տարածաշրջանը, որպես նաեւ թուրքական տարածք է։ Դա բառացիորեն ես ձեզ կրկնում եմ եւ դրա համար ես պատասխանատու եմ, որի համաձայն ես նաեւ մտել եմ դատական process, բայց դեպքում դատախազություն զուգի համար է։ Ազգային անվտանգության հաստատում 29/10/2010 թվական 11 դրոպ 668 Հարգելի պարոն Սիմոնյան, իրավական վարչության պետ Ավետիսյան, ազգային ժողովի նախագահին, գլխավոր դատախազին, տնօրենին հասցեագրված 21/10/10 ժողովում բարձրացված հարցերը, այսինքն նույն հարցերը, որոնք ես բարձրացրեցի, կարծացի ցտեցի, լուծումը ազգային անվտանգության ծառայության իրավասությունների մեջ չի մտնում։ Այդ դեպքում Ազգային պետության փաստորեն անվտանգության հարցերը, որ Ռոբերտը բարձրացրել է, որն դրածով բոզերը ճանաչել են Արցախը, տարածքը, մյուսները թուրքական։ Ռոբերտը հարցը բարձրացրել այդպես կոչված այն կառույցները, որոնք պարտավոր են հարց բարձրացնել, ազգային անվտանգություն, դատախազություն, մատախազություն, լկտիաբար, գրեիկաբար, բոզավարի ու գյոթավարի պատասխանել են Ռոբերտին, թե իրենց իրավասության տակ չի։ Բա բոզի ծնունդներ, ի՞նչն է ձեր իրավասության տակ։ Դա ի՞նչն է ձեր իրավասության տակ։ ԱԱՑ, ՔՔԲ։ Դեռ մեկը թրքաջուդներ են բոլորը, լկտիաբար ասում են, բա ինչի համար եք այնտեղ պաշտոն բացել ու նստել եք։ Որ ասեք, որ հենց այդ ազգային հարցերը որ կան, որտեղ իրանք թուրք են, դրա համար իրանք իրավասության տակ չի, որտեղ իրանք թուրք են, դրանով են ասում։ Իրանք թուրք են, դրա համար Ռոբերտի ներկայացրած այդ հանցանքները, հողերը որ ծախել են, վաճառք են, ամեն ինչ արել։ Չեն ուզում քննել, ասում իրավասության տակ չի։ Որը թուրք են, հասկացաք։ Ուրեմն իմացաք, որ Ռոբերտ Սիմոնյանը Եվպանից է 2009 թվականից է դատ հարուցել։ Այդ թրքա բոզերի դեմ, Կորլևոնի դեմ, Հրանտ Բագրատյան Ջհուդի դեմ, մյուսների դեմ, Ռոբիկի դեմ, Խրժիկ Նարիմանովի դեմ, այսօր էլ Փաշոգլու դեմ, որ հողերը ծախում Բրյուսելում են վերահաստատել են նախկին նախագահերի որոշումները, ծախված հողերը վերահաստատել են։ Ու դուք ասում եք մինչև մա ուր էիք, պարոն Ռոբերտ Սիմոնյան։ Դե գրողները ասում մինչև մա ուր էիք։ 9 տարի է, 10 տարի է, 9 տարի է։ Ռոբերտը դատ է վարում դրանց դեմ։ Դուք ուր եք, բոզեր, չատլախներ, թաքնված խառնածին թրքաջուդներ։ Ձեր սորտը պետք է ոչնչացվի, դուք ոչնչացվելու եք։ Իսկ են կողքի մի պայլ նկատեցիք կողքի նստած հաղորդավորուհիները, եւ Ռոբերտը ներկայացրել որ հողերը ծախել են այս թվից 91 թվից բան, վատացավ, սենց արեց, մի տեսակ սենց եղավ դեմքեն կողքեն պորնիկ աղջկա։ Վատացավ, որտեվ թաքնված խառնածին ջհուդա, թրքաջհուդ, մեր ազգից չի։ Դա ձեզ ապացույց է, ինչի վատացավ, ինչի սկսեցին հարցեր տալ ասել, չի ասում դուք ինձ ընդհատում եք, ինձ խանգարում եք։ Այսինքն չէին թողնում որ Ռոբերտը միջև վերջ բացահայտել իրենց դավաճանությունները, բայց ինչպես տեսնում եք բացահայտում է։ Եվ բացահայտում եք նաև դուք քորխուլ ձևացող թրքաբոզեր։ Համակարգը ինչ է նա։ Ում համար է։ Եթե մեր պետության, մեր ազգի շահերը պետք է պաշտպանեն, որ պետք է պաշտպանես։ Բաումն է, եթե լիազորություններ չունես այդ դեպքում ինչ ես անում։ Ինչ ես պետք բյուջեից սնվում։ Ում ես սնում։ Ձևի համար են նստած, ձևի համար են նստած։ Փաստորեն ձևական կառույցներ են։ Փաստորեն ձևական կառույցներն ենքա որ գրված լինեն որ ունենք sense կառույցներ, բայց այդ կառույցները փաստորեն ձևի համար են։ Դրա համար Ռոբերտն ասում ենք պետություն չունենք։ Ընդհանուր թղթի վրա է գրացի պրտե պետություն, բայց ամիջ ծախված է, մասնավորված է։ Թրքաջուդներ են ծախել ամիջ տվել բոլոր ստրատեգիկ կառույցները, ռազմավարական բոլոր կարևոր կառույցները։
Հրանտ Բագրատյան կոչեցել դեռ 91-2 թվականից Քորլևոնի հետ միասին ամեն ինչ սախսխեցին, օտարացին։ Այսօր Իրան տնտեսագետի տեղադրել հաշվում տնտեսությունը սենց քննադատում այսօրվա տնտեսագետներին որ իր թրքաբոզ եւ իր ժամանակվա դավադիր ծախված սախու գործերը թաքցնին թե իբրտե ինքը չէր դե այսօրվա երիտասարդները կարող այդ մասին լավ չիմանան որտեվ ովքեր ասեն 20 քանի 30 տարեկան վաղ երեխաներին փոքր ինչ են հասկանում նրանք պատկերացում կարող չունենան այդ դավադրությունների մասին Բադուկ միս այդ հասուներ որ դուք գիտեք բավ է տեղյակ պայ այսօրվա երիտասարդներին այդ մասին եթե ոչ դուք մենակ նայում ու լսում եք բոզավարի շպիոնություն եք անում չէ ինչ են խոսում ինչ են ասում ձեր շպիոնությունը վերջացել է բոզեր Ջուդա մասոնական գործակալներ, Ադրբեջան չասեցիս, թուրք ջուդա մասոնական գործակալներ, որտեղ Ադրբեջանն է, հավաքալ։ Ուրեմն ինքերը ներկայացված է ես կարծացի, ցիտեցի, մտածված, հաստատային իրավական, կա համապատասխան նաև դատական պրոցես, որ արդեն եւ արտադրի միջազգային դատարան։ Այսինքն ներ ամրագրված է ներկայացրեցի Արևմտյան Հայաստանի 250,000 կիլոմետրի պլյուս Դիլիջան, պլյուս Նախիջևանը, պլյուս Արցախը, պլյուս Ադրբեջանը, պլյուս Ջավախ, Ախալակ եւ այլն։ Տվյալ դեպքում տվյալ հարցերի լուծումը ամբողջական փաթեթով արդենից կարգա է։ Այսինքն ես խոսում եմ վերլուծությունների, որ երևակայական առումով, որ հիմնավորված փաստերի վրա։ Ադրբեջանը դա հայկական տարածք է, սիրելիներս։ Ադրբեջան, Ադրբեջան այդպիսի պետություն որոշում չունի։ Դա ադրբեջանն է իմ բաղուրագետ մայրաքաղաքով կարճ բաղում, որ մեր ազգային դավաճանները տեղադրում եւ ներկայացնում են որպես ադրբեջանական տարածք։ Նույնպես Թուրքիա տարածքը դա Արևմտյան Հայաստանի տարածքն է։ Ո՞ր թվականին է Ադրբեջանի անցել։ 21 թվականին։ 21 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվականով ամրագրել է, որ հասկացի Հայաստանի Ղարաբաղը եւ Ղարաբաղը, ինչպես նաեւ մեր 79 թվականի ցեղասպանության հաստատ արվեց հասկացի դա եւ ներկայացրել որ մենք Թուրքիայից որևէ պահանջ չունենք սա իրավական փաստաթուղթ է Ուրեմն ադրբեջանական պատերազմ կոչեցյալը սկսվել է դեռևս 21 թվականից որտեղ նաև դրանից հետո 78 թվականին Սուրիայի Բաքվից ինչ է Ամեն 91 թվականին մենք ԽՍՀՄ համակարգից դուրս գալով ամրագրեցին պատմություն չեմ ասում, ես իրավական փաստաթղթեր եմ ասում Հայաստանը 91 թվականին 89 թվականի որոշումը որպես միացյալ պետություն որոշումը այն ժամանակ մենք գտնվում էինք ԽՍՀՄ համակարգի մեջ եւ ցանկացած որոշում որը կայացնում էր հանրապետության իրավունքի կողմից պետք է հաստատվեր Ռուսաստանի կողմից Մոսկվայի կողմից Ռուսաստանը դա չհաստատեց որից հետո որոշում կայացվեց հունվարի 13-ին որով ճանաչվեց Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք դրա մեջ բոլորը մասնակից էին նաեւ Դեջոկյանը Նաև բոլոր համակարգի ներկայացուցիչները։ Իսկ ինչ վերաբերում 91 թվականին, 91 թվականի ինքնորոշում անվան ներքո, Հայրենյանը ինքնորոշում անվան ներքո, որովհետև դա են իրար սկզբունքները, իսկ սա պետական դավաճանություն է։ Հայաստանյան տարածքները մեր պահանջատիրոջ իրավունքները վերացնելով Հայաստանը ամրագրեց 29800 կիլոմետրով։ Հասկացանք իրար։ Դրա վրա կան կոնկրետ պաշտոնական փաստաթղթեր, եթե ցանկություն կունենաք դրա մեկնաբանությունները հետագայում կներկայացնեմ։ Ինչպես լսեցիք, մեր տարածքը ծախելու գործի մեջ դավադրաբար մասնակից է նաև Դեմիրճյան Կոչեցյալը, որ իր խորհրդային տարիներին, որ մենք չգիտենք, երիտասարդ էի, դեռ այն ժամանակ խակ էի կոպիտ ասած, չգիտեին քաղաքականություն։
լավ ապրում ենք, բայց այդ ժամանակ արդեն Դեմիրճյան բոզի ծնունդը ինձ ժարգոնը գողական սարքը խոսացող խոսում էր գողական ապե բան որ խոսում էր քաղաքացի ինձ զգացում էր որ գողական ժարգոնը խոսալու ձևեր ունի այտենց ես հիշում եմ դա անգամ երբ մարդկանց հանդիպ դրա ձայնի խոսելու ձևը յա լքի ձևը հիմա ասեմ ձեզ չգիտեի ինչ ժամանակ այս տարիներին իմացա իր նախագահ իր կոմկուսի գյուտ քարտուղար լինելու ժամանակ Ալիևից այն ժամանակ միլիոններով փող էր վերցում ռուբլիներ եւ թուրքերին տները հողեր էին ծախում մեր երկրում Արմենիայում թուրքերը տեղավորվում էին մեր երկրում հասկացաք որտեղ նրանք տներ հողեր էին տալ Մասիսում մյուս տեղերում Վարդենիսում թե որտեղ էին որոնց մերոնք 88 թվականի շարժումից սկսեցին թուրքերին դուրս վռնդել եւ որ թուրքերը մերոնց վտարում են Ադրբեջան դամից մերոնքի պատասխան սկսեցին մեր մոտ արդեն լսված տարածա թուրքերին դուրս վռնդել Այդ այն թուրքերն էին, որոնք Դեմիրճյանին փող տալով, կաշառք տալով միլիոններով տները հողեր տնամերձեր էին առնում եւ Դեմիրճյանը նրանց ծախում էր, տալիս էր։ Դրանց գյոտ Դեմիրճյանը, որին սատկացրին, լավ արեցին։ Ու հերոս էին նրան բանանում, մի հատ համալիր էր կառուցել։ Նույն բոզդենը Վազգեն Սարգսյանն էր, որին սուտ սպարապետ հրճակեցին, որոնք նույնպես ծախեցին երկիրը։ Այն ժամանակվա ստորագրած փաստաթղթերով սուսուփուս այդ ամենը կուլ տվեցին տարան։ Դրա համար չազգային ախորում սատկացվեցին, թեկուզ ներքին հաշիվներ կային։ Մեկը մյուսի վրա շառը քսելու համար։ Որպես բերանները չբացեն, սատկացրեցին իրար։ Որ թողերը ծախելու հարցերը բարթեցվի ուրիշի վրա քսեին, Քոչարյանը դրանց սատկացրեց։ Որտեղ Քոչարյանի վրա պիտի շառը քսեին, որ ինքը դրացել, որ դրանք ուզում էին մաքրագործվել փախչեին, Իրանը հետո սպանեին, որ մաքուր դուրս գային, ինքը իրանց սպանեց։ Նրանց ոչինչ լավ արեցին, դա ներքին հաշիվ էր։ Իրանց բոզությունների համար իրար հաշիվ մաքրեցին։ Ես արտանագրությունների անվաններով հայտնի կա Հայաստանը դերս վաճառվեց Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիային, ինչպես նաև Արցախ։ Հաղորդումն ավարտվեց, լսեցիք վերջի խոսքերը։ 2009 թվականին հայ թուրքական արձանագրություններով, գյուտանագրություններով, բոզանագրություններով Խրժիկ Նարիմանովը Մերիկիրը ծախեց թուրքերին, ճանաչելով թուրքերի սահմաններն այսօրվա անօրինական, այսինքն անօրինական երկիրը նա ճանաչեց օրինական։ Ինչպես եւ Արցախն ու ազատագրված տարածքները ճանաչելով 91 թվին, որպես Ադրբեջան դամական ճանաչին Կորլեոնով եւ հաջորդներով, փաստորեն երկիրը ծախված է։ Փաստաթղթերով ծախված է։ Հասկացաք։ Դաբադիր փաստաթղթերով մենք անվանտակ ծախել են, որ հետո այդ ձևական իրանց շինց ու պատմաբանները պատմության մեջ գրեն, որ հայերը իրանց երկիրը ծախեցին թուրքերին։ Մենք հայ չենք, մենք արմենն ենք, որ այսինքն մեր ազգը, իբր թե մեր ազգի ներկայացուցիչները, որպես պետական ղեկավարներ, թուրքերին ծախեցին մեր երկիրը։ Դեպի պատմության գրքերում պատրաստվում են դա գրել հետագայում շառը քսել մեզ վրա։ Իրանց թրքաբոզական, թրքաջուդական դավադրությունների շառը մեր վրա քսեն ազգի թե ազգը դավաճան, ազգն է դավաճան իբր թե որ միշտ այդպես երկեր են երկում։ Մենք անմիաբան ենք, մենք դավաճաններ ենք, մենք չենք կարող միաբանվել, այդ իրանց երկերն է։ Մեր մեջ խառնված թրքաբոզի հորինված խոսքերն ու երկերն են, որ մեր երիտասարդ սերունդների մեջ անընդհատ բոզավարի սերմանում են։ Մենք անմիաբան ենք, մենք չենք միաբանվում, մենք ենք ծախում, մենք ենք այդ մենք բառն են օգտագործում, բայց մենքի տակ դրանք են թաքնված մեր մեջ, հասկացաք։ Դիտորդներ, թրքաբոզեր, հասկացաք, դուք եք թրքաբոզեր։ Կան նայող թրքաբոզեր, մեծ մասամբ թրքաբոզերն են հիմա իմ հաղորդումը նայում։ Շպիոնի նման հետևում են, որտեղ հետո վաղ ինչ հաչացնեն, որ լուսաբանները ինչ հաչան, քաղաքական քակաբանները վաղ ինչ հաչան, որ ձեռքերը մաքրեն դուրս գան այդ քաքերից, որի մեջ խրվել են։ Դուրս չեք այդ քաքի մեջ խեղդվելու եք։ Ուրեմն Ռոբերտ Սիմոնյանն է մեր օրինական նախագահը 2013 թվականից նա ճանաչված է որպես նախագահ օրինական պաշտոնակատար, ապացուցելով փաստերով, որ եղածները օտար դրածո հուդամասոնական, ջուդամասոնական օթյակի դրածո թրքաբոզ գանդոններ են։ Սա է ճշմարտությունը։ Դրում արտնանցեք այդ գանդոններին Ռոբերտ Սիմոնյանի դատավարությամբ կախենք ու գնդակահարենք։ Այս ժամանակ կլինի ազգային շարժում, ոչ թե ժողովրդավարական սուտ շարժում, որի մը հորինել են հեղափոխություն ու հակահեղափոխություն են հորինել։
Սուտ հակահեղափոխությունը նորինել իրան սուտ հեղափոխությունը պաշտպանելու մակրագործելու համար, որտեղ բացահայտվել է, որ սուտ թրքափոխություն է եղել, ձևա, իրականում թրքաջուդական փոփոխություն է եղել։ Թրքաջուդների մի ոհմակը փոխել են մեկ ուրիշ ոհմակով, եւ դրանք բոլորը դատի տակ են, պետք է սատկացվեն ու ոչնչացվեն։